Արդեն 3 ամիս է ինչ վարում եմ, որոշումս եղել է բավականին սպոնտան ու դեռ չեմ փոշմանել։ Ես արդեն շարժվել եմ։ Հիմնականում դրական արձագանքներ են լինում, բայց կան նաև բացասական արձագանքներ։ Իհարկե դա արդեն սեռով պայմանավորված խտրականությունն է։ Տարվա վարորդ էի արդեն, ինձ մի փոքր ավելի հեշտ տրվեց, ուղղակի չափերի հետ էր խնդիրը։ Ոնց է սկսվել օրը։ Իդեալական։ Ընտանիքիս անդամները սկզբում բացասական արձագանք տվեցին, որովհետև գիտակցում էին աշխատանքի լրջությունը, ի վերջո մենք գործ ունենք մարդկային կյանքերի հետ, բայց ժամանակի ընթացքում հարմարվեցին որոշմանս հետ։ Մի տղա երեխա բարձրացավ, հենց այստեղ կանգնած էր։ Հարցնում եմ, ասում եմ, Վալիկ ջան, իսկ որտեղ ես դու իջնում։ Ասում եմ, այստեղ չեմ իջնում, հեսա հաջորդին եմ իջնելու։ Հաջորդին դուռը բացում եմ, իջնում եմ, եկել ժողովուրդ, Աստված բոլորիդ հետ։ Ուղևորները շատ լավն են, կարճ ժամանակահատվածում ինձ հասցրեցին սիրել։ Զինվորներին սենց սրտիկներ են ցույց տալիս։ Բարև։ Մասիսում եմ ծնվել, բայց շատ եմ սիրում Երևանը ու միշտ երազել եմ աշխատանքից բնույթով լինել Երևանում օրվա մեծ մասս ու իմ երազանքը իրականացել է։ Հայրս շատ հին ժամանակներում վարել է մետրո, պապիկս նույնպես։ Գուցե տարիներ անց նաև ուժերս այդ ոլորտում փորձեմ։ Մոտ 3 շաբաթվա ընթացքում եմ սովորել վարել։ Նկատում էի, որ մարդիկ սենց վախեցած էին նայում կամ խոսում էին, ասում են, հեսա սպասի, հասկանամ, տեղ հասնեմ, հետո կզանգեմ քեզ։ Կամ չգիտեմ, խաչակնքվում էին, վայ Աստված ջան, աղջիկ, աղեք։ Անցեք դուք։ Վարորդներին արդեն սովորացրել եմ, ինձ տենալուց չեն վարևում, մի անգամից սենց են անում։